Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, այո, գործագործ հաղորդաշարն է եթերում, բայց տաղավարում այսօր ես եմ Լիանա Խաչատրյանը եւ Վարդուհին, տաղավարի այսպես ասենք տերն ու տիրակալը, այս դեպքում, բայց պարզապես սկսեցի ես լինելով գործարար Ալեքի խմբագիրը, ձեռնարկում ենք հատուկ թողարկումների շարք գործագործ հաղորդաշարի շրջանակները, որ ընթացքում պարզապես զրուցելու ենք շատ կարևոր բաների մասին մեր կարծիքով, որը առնչվում է HR ոլորտի հետ։ Ոչ միայն HR, այլ նաև հոգեբանությանն է առնչվում։ Մենք շատ մեծ հույս ունենք Լիանայի հետ, որ մեր բարդ թեմաները բացի մեզնից էլի մարդկանց կհետաքրքրեն։ Ես այստեղ եմ որպես կողքից հայացք, հա։ Այո, եւ շատերը կլսեն, որովհետեւ մի քիչ խորանալու ենք ու փորձելու ենք իսկապես բացահայտել մարդ անհատականությունը, անձը, եւ ես այսօր առաջարկում եմ, որ մենք խոսենք մի այսպիսի հետաքրքիր թեմայից։ Թեման կոչվում է էգո։ Էգոցենտրիկ էգոիզմ, հա։ Իրականում էգո բառը հենց ասում ենք առաջին ասոցիացիան մարդկանց մոտ դա էգոիզմն է եւ էգոիզմն էլ ասոցացվում է բացասական, հա, այսպեսի երևույթի հետ, բայց էգո ասված է ինքը իհարկե էգոիզմը չի, էգոն մեր կարելի այսպես ասել ենթագիտակցության ծրագիրն է, պաշտպանական մի այսպիսի ծրագիր է, որը մեր անձը պաշտպանում է արտաքին եւ ներքին տրավմաներից եւ եթե մենք էգոն մեզ չի կառավարում եւ մենք ենք կառավարում էգոին, ինքը շատ դրական ֆունկցիա է կատարում, բայց շատ հաճախ լինում է հակառակը, որ մենք սկսում ենք ավտոմատ եւ ռեֆլեքսային գործողություններ անել, չգիտակցելով, ոչ այդքան ճիշտ արձագանք տալով, որովհետև դա մենք չենք անում եւ մեր էգոն է անում։ Այդ այդտենց դեպք եղել է քո կյանքում Լիանա ջան։ Որ չգիտակցելով։ Լսի, ես իրականում էգոյի մասին, քանի որ հա, լինելով ուսանող շատ սովորում ես, հա, սկսած Ֆրոյդից, վերջացած Ռոջերսով եւ ով ասես, բայց ես չունեմ իմ մտքում ձևավորված հստակ պատկերացում, թե ինչ է էգոն։ Ու քանի որ մարդկային շփումը իմ կյանքում այդքան շատ ու խորը չի ինչպես քո, հա, ես ասենք կոնֆլիկտներ չի, որ դիտարկում եմ, ներքին բաներ չի, մարդկանց հետ մենք հավաքվում ենք կուլտուրական խոսում ենք ինչ-որ թեմայի շուրջ եւ մարդը գնում է ինչ-որ էգոյի պայքարներ ես չեմ հանդիպում իմ կյանքում դրա համար մի տեսակ ինձ թվում եմ գիտելիքները շատ սակավ են բայց ես այդպես չեմ կարծում իհարկե չէ ուզում ասեմ շատ տեսական են դու ավելի պրակտիկ ու ավելի խորը գիտես ես եւ որ ինձ հարցնում են էգոյի մասին ես կարող եմ հիշել թե Ֆրոյդը ինչ է ասում Ռոջերսը ինչ է ասում ինչ որ որոշ բաներ հիշել որոշ բաներ չհիշել բայց ինձ թվում է դու գետնի վրա ավելի հստակ գիտես լավ մեսի հարց օրինակ հյուրեր են գալիս կամ ինչ որ մարդկանց հետ ես շփվում որոնք իրենց ներկայացնում են այնպիսին ինչպիսին իրենք իրականում չկան կամ շատ իդեալական, կամ սենց, հա, իրենք ուզում են անդադ ճիշտ լինեն, հատկապես կամերայի դիմաց, մանավանդ քաղաքականության մեջ իհարկե մենք մեր հաղորդման շրջանակներում քաղաքականության դաշտ վստահաբար չենք գնա, բայց իրականում այդ խնդիրը կա, չէ, հասարակության մեջ, որ մարդիկ իրար չեն լսում ու իրենք մտածում են, որ մենակ իրենք են ճիշտ։ Ինչ ես կարծում, սա ինչի դրսևորում է, երբ որ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել սխալ։ Դասի ինձ թվում է դա մի քիչ մշակութային պահել կա տեղ։ Այսինքն մենք երեխաներին եթե մեծացնում ենք նկատած կլինես սխալի համար ուժգին պատժում ենք։ Այո։ Եթե դու ամեն անգամ տո գլուխդ մոռանայր հիմարի մեկը ինչ-որ փոքր սխալի համար, անուշադրության համար, եթե մենք տենց overreact ենք անում, հա, mēs մի հատ այնց անհամապատասխան ռեակցիա ենք տալիս, իսկ մենք տալիս ենք։ Մեր հա միջին հայկական ընտանիքում շատ տարբեր պատճառներով նյարդային եւ ծանրաբեռնված ծնողը կարող ամեն մի թեթև բանի վրա մի հատ կատաղի ռեակցիա տա։ Երեխան մեծանում է այն մտքով, որ ինչ ուզում է քո կյանքում լինի, բայց դու չպետք է սխալվես։ Իսկ թվում մենակ ընտանիքը չէ։ Մենակ ընտանիքը չի, ես հիմա ասենց սկսեցի ընտանիքից, բայց ավելին, եթե դու հատկապես եթե դու տղա ես։ Քեզ բակում, ներում, բեկում չկա, կան ինչ-որ չգիտեմ, պանյատներ, ճշտի, չգիտեմ ինչեր, որոնք տենց դեգերում են փողոցներում տարբեր խմբերի մեջ, որտեղ ներում հասկացությունը գոյություն չունի, որքան ես եմ հասկանում, դու պետքա տենց
ճիշտ լինես։ Ու սենց ամեն օր, այսինքն ամեն տեղ պարզապես սխալի այսինքն սխալը մարդուց առանձնացնելը հասկանալ, որ մարդը սխալ է, հա ոչինչ գուղի իր սխալը, ոչինչ կարա եւ այլն չկա մեզ մոտ մենք այսինքն մենք ուղեղով հասկանում ենք որ դա կա բայց էմոցիոնալ դաշտում մենք դա չենք ընկալում դրա համար մենք ամեն ինչ անում ենք որ մենք սխալ չլինենք մի բան է երբ որ մենք անում ենք ամեն ինչ որ մենք սխալ չլինենք օրինակ այդ հա դրսում որտեվ գիտակցական գիտենք որ դա շրջապատի կողմից չի ընկալվում մի բան է որ մենք չենք գիտակցում որ մենք կարող ենք սխալվել Այ էգոնը տեղա գլուխ բարձրամ, երբ որ մենք չենք հասկանում, որ մենք կարող ենք սխալվել եւ եթե մենք մարդ ենք, բոլորի նման, եթե դիմացինը սխալվում է, ես էլ կարող եմ սխալվել։ Այ օրինակ եղել է դեպք, որ ինչ որ sense մարդ, հայտնի մարդ, քո պրակտիկայում, քան որ շատ տարբեր մարդկանց հետ ես շփվել, ունեցել է որևիցե մի դիրքորոշում ու հետո ինքը ասել է, որ չէ, ես սխալվել եմ։ Ընդունել է իր սխալը։ Նայ, կախված է իմ բանից կախված է մարդու եւ մասնագիտությունից։ Քաղաքական գործիչները սեփական սխալը հատկապես Հայաստանում չեն ընդունում։ Որովհետեւ նախ եւ առաջ, այսպես ասած, կուսակցությունները իրանք բավականին բրգային կառույցներ են, իրանք ասում են ինչ որ պետք է ասեն, եթե իրանք բոլորին ասում են, տակ հիմա բոլորս պետք է ասենք, որ մենք ճիշտ ենք, անկախ նրանից թե ինչ է մտածում, ինքը ասել է որ ինքը ճիշտ է։ Էդի տենց, բայց առանձին դեպքերում հա, ես օրինակ փորձագետների, այսպես ասած, մասնագետների հետ եմ խոսել, որոնք բայց ինչու, որովհետև գիտության ոլորտում սխալվելը ընդունված է։ Okay. Հիմնականում մարդիկ ովքեր, չգիտեմ, հասարակական գիտություններին են մոտ, այ որովհետև եթե մարդը լուրջ գիտնական է, չգիտեմ, անգամ քաղաքագետ գիտնական է, այսինքն գիտության մոտը ինքը սխալը հեշտ է ընդունում, որովհետև գիտության մեջ սխալվելը դա process-ի մասն է։ Սխալվելը, չեն սխալվում ովքեր չեն փորձում, չէ՞։ Հա, դա process-ի մասն է։ Դու ինչ-որ ես առաջարկում ու հետո պարզվում է ու դա սխալ է։ Ու դա շատ նորմալ է, դա քեզ չի դարձնում վատը կամ լավը։ Էդի դրա համար իրանց երևի ավելի հեշտ է ընդունել, որ այ տեսեք, դա անգամ երբեմն ես եմ մոռանում, կարող է իրանք ասեն անցած անգամ ձեր այդ զրույցի ես սենց ասացի, բայց տեսակ իմ ասածով չեղավ։ Այսինքն կա տենց դեպքեր։ Հա, իրանք դրա հետ օքեյ են։ Բայց ինձ թվում է ես եմ հիմա ուզում քեզ հարցնեմ։ Ինչու շատ հարցնվեցի։ Հա, ինչու շատ հարցնվեցի։ Լսի, իսկ այդ սխալի չընդունումը։ Ես ենթադրում եմ, որ գործարար միջավայրում աշխատանքի մեջ այս շատ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Իհարկե։ Իրականում ես կարող եմ տենդենս ասել, որ դեպի լավն է գնացել եւ մեր գործարարներն են փոխվել, որովհետեւ առաջվա այն հայտնի ու մեծ գործարարների մի պակալենյա ներքև արդեն իրենց տղաները կամ չգիտեմ թորնիկները ովքեր գնացել են դուրս, հիմնականում կրթվել են դրսում ու հիմա արդեն ուրիշ մշակույթ են տարածում։ Նաև այդ շատ օգնում, որ մենք փոխանակման ծրագրեր եւ այլն եւ այլն։ Եվ հիմա շատ գործարարներ հասկացել են, որ իրենք պետքա ունակ լինեն ընդունել իրենց սխալը, ոչ բոլորը, բայց շատերը, որովհետեւ երբ որ դու ընդունում ես քո սխալը, դու այնպիսի մշակույթ ես ձևավորում քո կազմակերպությունում, որ քո աշխատակիցը կարող է գալ եւ իր կարծիքը ասել, որևիցե մի երևույթի մասով, որ գիտեք, պարոն, ես ինչ կամ անունով, հա, ես կարծում եմ, որ այստեղ կա այս ռիսկը եւ ձեր որոշումը կարող է սխալ լինել։ Եթե ղեկավարը այդ էգոն ունի չսխալվելու, հա, ուժեղ լինելու այդ մոլուցքը ունի, իր աշխատողները ասում են, այ մարդ մեզ պետք է, մենք գնանք ինչ-որ մի բան ասենք։ Ի հետևանքը գնում է գործի էֆեկտիվությունը։ Եվ էֆեկտիվությունը, աշխատակիցը դառնում է ոչ նախաձեռնող, հետադարձ կապի մշակույթ չկա, իսկ հիմա ամբողջ leadership-ի թեման հենց այնա, որ մենք պետք է ունենանք այդ մշակույթը, որտեղ մարդը չվախենա հետադարձ կապ տա, որովհետև բիզնեսը զարգանում է այն պարագայում, եթե մենք ունենք նախաձեռնողական որոշումներ կայացնող եւ հետադարձ կապի մշակույթում աշխատող աշխատակիցներ։ Եվ եթե այդ էգոն ղեկավարը տենց էգոյով չի, որ ես չեմ կարող սխալվել, դրանից միայն ինքն է շահում։ Ահա Լիանա ջան։ Ես որ ասեցի հետադարձ կապ, գիտես, ինչտեմ հիշում օրինակ
արևելյան մշակույթի մեջ է շատ տարածված սյուժե է, չէ՞, որ չգիտեմ, սուլթանի տղեն կամ սուլթանը շորերը փոխած աղքատի տեսքով գնում է ժողովրդի մեջ, որ հետադարձ կապի այդ առաջի որ չկտրվի իրականությունից, որ տեսնի մարդիկ իր մասին ինչ են խոսում։ Իհարկե։ Սա ասենց շատ հետաքրքիր բան է, որ Իդեպ քո նկարագրած երևույթը էգոյի դրսևորման մի ուրիշ ուղղություն է, ինքը վերահսկելու մոլուցքն է, երբ որ մարդը ոչ թե գիտակցական ուզում է իմանա իր ժողովրդի իր մասին ինչ է մտածում, որ ինքը ավելի լավը դառնա ու համապատասխանի, այլ մանյակալ սկսում է մտնել իր աշխատակիցների խոսակցությունների մեջ, համակարգիչներն է վերահսկում, ստուգում, որովհետև իրան թվում է, եթե ինքը չվերահսկի, ինքը չի կարողանա, հաջող Եվ դա անում է իսկապես ենթագիտակցական, էլի ոնց որ էգոն է ասում, մի հատ էլ գնատես աշխատողներդ ինչ են կարդում, ինչ են քո մասին խոսում, ինչը իհարկե դրական ազդեցություն չունի, բայց եթե մենք ուզում ենք հետադարձ կապ եւ մենք կարող ենք գնալ մեր վաճառասրահում 1 օր աշխատել, սպասարկել մեր հաճախորդին, հաճախորդից կարծիք հարցնել եւ այդ կարծիքները մշակել ու բաց լինել այդ հետադարձ կապին, սա զարգացման միակ ճիշտ ուղղությունն է, հա։ Օրինակ ես տրեյնինգ եմ տալիս, ես հարցնում եմ, հա, ոնց է իմ տրեյնինգը ձեզ, իհարկե ես մարդ եմ ինձ դուր է գալիս, որ ասում են շատ լավ, բայց նոր է ինձ մոտ ձևավորվել այն մշակույթը, որ ես ամեն ինչ անում եմ, որ գոնե մեկ բարելավման ենթակա կետ ինձ նշեն ու ասեն, այս մի բանը, օրինակ Վարդուհի ջան, որ ստենց անեք, ավելի լավ կլինի, որովհետև շատ լավը ինչ է, մեգոն շոյում է, որ ես լավն եմ, իսկ այն զարգանալու, հա, ոնց որ միակ ուղղությունն է, որ մեզ պետք է առաջ տանի։ Էգոն շոյելու մասին, ես հիշում եմ ժամանակին մի զրույց ունեցա Լիբանանից թե Սիրիայից Հայաստան եկած գործարարի հետ, մենք գիտենք, որ լիբանանահայերի մոտ գործարարական մշակույթը տարբերվում է տեղացիների մշակույթից, երևի թե իօքուտ իրենց, հա, իրենք ավելի նախաձեռնող են, ավելի տենց շատ աշխատասեր են եւ այլն, ինքը ասեց այ մի բան չեմ հասկանում հայաստանցիների մոտ, որ չեն ուզում իրար նեղացրած լինեն, հա, այսինքն ես ասում եմ լավ մասնագետ է, ինձ պատասխանում են լավ տղա է։ Ես ասում եմ, ինչ չի հետաքրքրում նա լավ տղա է, թե չէ։ Ու մեր խոսքի արդյունքում մենք եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ ես իրեն առաջարկեցի այս տարբերակ, ասում եմ հայերը գոնե այստեղ կամ շատ տեղերում էլ մեծ հաշվով երկար ժամանակ քո սոցիալական կապերը, networking-ը շատ ավելի կարևոր է եղել քո ողջ մնալու, քո հաջողությունների, թեկուզ բիզնես հաջողությունների համար, քան քո որակը որպես մասնագետ։ Իհարկե։ Տենց է եղել։ Շատ կարևոր է, թե դու ում գիտես, ում տղեն ես, համայնքը քեզ ոնց է վերաբերվում, ու քանի որ դա շատ ավելի կարևոր է եղել, քան թե ինչ դարբին ես դու, մարդիկ դրան շատ մեծ տեղ են տալի եւ մինչեւ հիմա այդ որ ինչից ես դա հիշեցի որ դու ասում ես վատ ֆիդբեք չի գալիս մարդիկ փորձում են իրար չնեղացնեն անգամ եթե թերություն են տեսնում փորձում են այդ թերության մասին չնշեն որ հանկարծակի սոցիալական կապերը չտուժեն որովհետև մենք չգիտենք դժումը պրոֆեսիոնալիզմը որովհետև մենք չգիտենք հետադարձ կապ վերցնել նախ եւ առաջ ես շատ լավ գործընկերուհի ունեմ ինքը էգոյի եւ հետադարձ կապի մասին որ խոսում եմ մի հատ շատ լավ օրինակ ունի ատամի կանաչին վերաբերվող Արմինե ջան եթե մեզ կլսես ողջույն ինքը ես մասնակցում եմ տրեյնինգին ինքը այդ օրինակը բերեց ու ես սկսեցի ուշադրություն դարձնել որ այն որ ատամին կանաչի է կպնում մարդու մարդը ամբողջ երեկո մեկը չի գտնվում որ ասի մի հատ մաքրի մարդը գնում ատուն հասկանում է որ այդ չգիտեմ ռեստորանում ամբողջ երեկո ինքը ատամի կանաչիով նստած է եղել սա շատ տիպիկ է որ մենք իսկապես վախենում ենք հետադարձ կապ տալ որտեղ վախենում ենք որ այդ մարդը կներվի ու չի ընդունի մեր ասածը իսկ ինչ վերաբերում է նրան որ դու նշեցիր որ մենք մարդուց ֆիդբեք ենք հարցնում մարդու մասին իրան ասում են լավ տղա է այո այս խնդիրն է մենք ունենք նույնիսկ HR-ական աշխարհում երբ որ ինչ-որ մեկից կարծիք ես հարցնում շատ այդ լղոզված է իր անձի հետ
Այսինքն մենք այդ մարդուն եթե պրոֆեսիոնալն ու վարդուհի HR-ը եւ վարդուհի մարդը լողոզվում են իրար հետ։ Ավել ասեմ, վարդուհուն որպես մասնագետ խորհուրդ տվող մարդկանց մեծ մասը վարդուն որպես մասնագետ կարող է չիմանա։ Հա Գիտեմ լավ աղջիկ կա, կամ օրինակ, չգիտեմ, LinkedIn-յան հարթակում, Facebook-յան հարթակում, ասում են խնդրում եմ նշեք HR խորհրդատվական ընկերություն, ենթադրենք կամ SMM, գրում են, այդ մարդիկ ովքեր գրում են այդ անունը, իրենք կամ մաքսիմում ինչ որ մի հատ տրեյնինգի են մասնակցել, կամ լսել են, որ այս մարդը լավն է, այսինքն այստեղ շատ լղոզված է մարդու անձը ու իր պրոֆեսիոնալիզմը։ Եվ չգիտեմ դա ազգային է թե ազգային չի, բայց էլի կապված է նրանից, որ մեր հարաբերությունները մի տեսակ մենք դժվար ենք մարդու կերպարը իր մասնագիտականից իսկապես տարանջատում եւ քաղաքական դաշտում էլ այդպես։ Հա Ես ինչքան իմ ամենաչսիրած թեման է ու միևնույնն է էլի ոնց որ այդ դաշտից միշտ խոսափում եմ, բայց երբ որ մարդիկ ասում են ինչ որ մեկին սիրում եմ կամ ինչ որ մեկին չեմ սիրում, երբ որ իրան հարցում ես իսկ ինչի համար, ինքը չգիտի նույնիսկ այդ մարդու ենթադրենք ծրագիրը կամ պլանները, հա, այդ մարդը ինչ է անելու։ Բարդ մի հատ ցած գեշ բանից եմ ուզում հարցնեմ, որովհետև դա հա նկատել եմ իմ մեջ։ Ասում եմ ֆիդբեք ես։ Չէ, նկատել եմ Հայաստանում բանկա, չէ, անգամ ես չեմ խոսում են բարձր տնօրենների բանի մասին, գիտեմ, կա առաքիչ ու առաքիչի պետը, օրինակ, ինչ որ մի հատ կամպանիա է, ու այս առաքիչի պետը, որ սենց կես աստիճան բարձր է առաքիչ, գիտեմ, 5000 դրամ ավել գումար է ստանում, ամեն գնով ինքնահաստատվում է այս առաքիչի վրա, ու դա կողքից էլ է երևում, հա, օրինակի համար եմ ասում, սենց հիմա 8-ից վերցրեցի առաքիչ, բայց մենք հատկապես այդ սպասարկման ոլորտում դա կողքից երևում է, դու գնում ես ինչ որտեղ ու դու տեսնում ես թե մյուսը եկավ, սենց սա շատ իմ տպավորությամբ շատ տարածված է մեր հայկական բիզնես միջավայրում։ Ընդհանրապես HR-ներն ինչ են անում նման դեպքերում։ Նախ ասեմ, եթե մենք սպասարկման սեկտորում տեսնում ենք որևիցե մի ղեկավար իր աշխատակցի վրա խոսում է, սա նշանակում է ես ընկերություններին եմ դիմում, որ դուք ունեք 0 սպասարկում։ Այսինքն հաճախորդը երբևիցե չպետք է տեսնի այդ կենցաղային աշխատանքային կենցաղային ձեր խոսակցությունները, սա էլ է շատ տարածված։ Այսինքն հաճախորդը ֆիքսեց, որ ինչ որ մեկը մեկի վրա հաստա։ Դրանից վատ բան չկա, հա, այսինքն տեսեք, իրականում ոնց որ հեծանիվ չեմ հորինի, դու էլ գիտես Լիաննա ջան, որ մարդիկ ովքեր ունեն տրավմաներ, այդ տրավմաները այսպես թե այնպես մանկության տրավմաներ իրենց նեղացրել են, հա, հիմա իրանք շանս ունեն իրանք մեկ ուրիշին նեղացնեն այդ տրավմայի հետ չեն աշխատել։ Սա իրականում ակտուալ է ու կա, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք ունենք դեպի բարելավում քայլեր, որովհետև հիմա արդեն մեր կառավարման ոճը եւ մեր շուկայի պահանջները փոխվել են։ Այսինքն եթե այդ աշխատողին նեղացնի առաքիչի պետը, ինքը կգտնի աշխատանք, հաստատ կգտնի ու կգնա մեկ ուրիշ տեղ կաշխատի որպես առաքիչ։ Եթե առաջ գործ չկար, հիմա մարդը այսպես թե այնպես կարողանում է ընտրել մանավանդ սպասարկման սեկտորում։ Եվ քանի որ ես ինքս երկար ժամանակա ոնց որ աշխատել եմ նաև ռիթեյլների, խանութների ցանցերի եւ բանկային համակարգի սպասարկման հետ, կարող եմ ասել, որ մենք հիմա շատ դողում ենք, հա, մեր սպասարկման աշխատակիցների վրա, որովհետև իրենք կարող է ուղղակի թողեն գնան, բայց մարդկային իհարկե այդ էգոիզմը, որ մենք ինչ-որ մեկի վրա ինքնահաստատվենք, իհարկե առկա է, բայց ինձ թվում է դա ամենտեղ Ես ինքնահաստատվելուց գիտես ինչ հիշեցի, այստեղ մենք անդադ էգոից ենք խոսում, բայց նաև որ էգոից ենք խոսում, դա ոնց որ մարդու մեջ ենք նայում, բայց եթե մենք նայում ենք միջանձնային հարաբերությունների մեջ, այստեղ արդեն մտնում է ստատուսային խաղերը, որը բնականաբար կցված է էգոին եւ այլն, բայց վերջերս եք արդում ցավոք սրտի հեղինակին հիմա չեմ հիշի, որ նշեմ, որ բոլոր համայնքներում մարդիկ ստատուսային խաղեր են խաղում, հա, ոնց որ բոլորը ձգտում են ունենալ ավելի բարձր ստատուս կամ գոնե քեզ կողքին են հավասար ստատուս, միջին ու մենք տարբեր մի մարդը տարբեր ոլորտներում տարբեր ստատուսներ ունի, հա, չգիտեմ, դու կարող ես միտեղ լինես տնօրեն,
բայց երեխայի ուշացնես դպրոցից երեխայի ուսուցիչը վրեդ բարկանա, ցած ասես կնայի, Իհարկե։ նեղված, այդտեղ դու ցածր ակո ստատուսը եւ այլն բոլորս։ Ու հեղինակը հետաքրքիր բան էր ասում էր, որ հիմա մտովի հիշելով եմ ասում, 3 հիմնական ճանապարհ կա ստատուս ձեռք բերելու, ստանալու, հա, առաջին ամեն այդ արխայիկին ճանապարհը դա դոմինանտության ձգտումն է, այդ ագրեսիան, որը ես ասացի, հա, ինքը տենց անդադ ագրեսիվ ճնշելով մնացածին փորձում է ցույց տալ, որ ես այդտեղ գլխավորն եմ։ Երկրորդը դա, այսպես ասած, արժեքավոր լինելը։ Դու որպես կանոն, չգիտեմ, ինչ որ նենց գործ ես անում, որ քեզ բոլորը գնահատում են, սա գիտեմ, որ եթե դուք յոժիկ տորթ եք ուզում արուսիկին դիմեք ինքը պարտադիր քեզ կօգնի, այսինքն ինչ որ նման մարդիկ նաև կանոններն են պահում, իրանք շատ չեն սիրում, երբ որ խաղի կանոնները մեկը խախտում է եւ այլն, ու իրանք կարեւոր են, իրանք արժեքների պահպանողներն են, հա։ Օրինակ լայն հասարակության մեջ որպես նման արժեքների պահպանողներ, նրանք հոգեվորականներն են համարվում, հա, իրանք ինչ որ տրադիցիոն բաներ են անդադ տանում եւ ինչ որ գործողություններ են անում, անդադ կրկնելով, վերարտադրելով նույնը եւ հենց դրանով ստատուս են ձեռք բերում։ Այո։ Եվ երրորդ տարբերակը այդ հաջողության պատմությունն է, պրեստիժը։ Երբ որ դու ինչ որ մի բանում հաջողում ես ու ստատուս ես ձեռք բերում պրեստիժով, հա, չգիտեմ, շատ լավ ջութակ ես նվագում։ Շատ լավ HR ես, բոլորը շատ լավ, չգիտեմ ինչ ես, մանկավարժ ես, ու բոլորը գիտեն, որ այ Համլետը իր նման մանկավարժ գոյություն չունի, հա, ու դու դրանով ստատուս ես ձեռք բերում։ Այս 3 տարբերակներն էլ կան ու փաստացի հեղինակը ասում էր, որ դոմինանտության ստատուսի ձգտում է մարդ, ով չի կարողանում այն երկուսին հասնել։ Այսինքն ինքը ոչ արժեք է կարում ինչ որ ստեղծի, ինչ որ բան, ոչ է կարում է հաջողության պատմություն ունենա։ Ըստ այդմ իրան մնում է ագրեսիան։ Ու ինքը ասում է, անգամ եթե դուք ինչ որ չգիտեմ, օրինակ պրեստիժի ստատուս ունեք, երբ որ ինչ որ մեկը գալիս է սկսում է ձեր պրեստիժի ստատուսը խարխլել, ասում է, քեզնից ինչ ջութակահար գնաց տեղից, բան, քո առաջին եւ արխայիկին ռեակցիան այդ ագրեսիան է։ Դու այդ պահին ուզում ես դոմինանտությամբ առաջ գնաս, իրան բան անես։ Ու ինքը փաստորեն դա այտենց տեսություն էլ կա, մոտիվացիոն, որտեղ որ ոնց որ պրեստիժի, success story, այդ ամեն ինչի մոտիվացիոն տեսությունը կարող ենք Մասլոուի պահանջմունքների բուրգի վրա ոնց որ հենել, իսկ դոմինանտությունը եւ ագրեսիան կա էլի մոտիվացիոն տեսություն, որը ասում է, որ մարդը մոտիվացվում է այլ մարդկանց կառավարելով, հա, եւ վերահսկելով, սա իր մոտիվացիոն գործոններից մեկն է։ Ենթադրում եմ, որ այո, եւ այս վերահսկելու մոլուցք ասենք, հա, ինքը փոքրուց է գալիս, դեռ մանկապարտեզից, կարծում եմ ինքը սոցիալական ամեն դեպքում երևույթ է եւ ոչ թե բնածին, որովհետեւ այդ ամեն ինչը բայց ես վերահսկելու հետ այդքան չի համաձայն։ Իսկ թվում է մարդը ուզում է արժեքավոր լինի։ Մարդը ուզում է, որ իրան գնահատեն, որ ինքը ունենա ինչ որ կարևոր արժեք։ Երկու տարբեր բաներ են ուղղակի։ Իհարկե մարդը կարող է ուզել, դա չի ստացվում, նոր ինքը սկսում է։ Երկու տարբեր բան, հա, մարդը կարող է ուզենա, որ իրան գնահատեն որպես արժեք, մարդը կա, որ իրան մեկ է իրան կգնահատեն որպես արժեք, թե չէ, գոնե 200 դրամ ավել փող տան։ Այսինքն մարդիկ շատ տարբեր են։ Մարդը կա, որ իր գնահատումը ինքը իր ներսում է ստանում, որովհետև ինչ որ հաջողության է հասնում։ Բայց այո, ինչ որ մակարդակից սկսած մարդը ուզում է տեսնի իր ներգրավվածությունը որևիցե մի կարևոր պրոյեկտում, ընկերության հաջողությունում, եւ սա իսկապես ոնց որ իր համար կարևոր է ավելի նույնիսկ քան գումարը, ու դա ապացուցված բան է, հա, որ եթե մենք նույնիսկ այդպիսի պահանջմունքով մարդուն տանք շատ բարձր աշխատավարձ, բայց իրան չտանք հնարավորություն կարևոր դեր խաղալու, ինքը շատ շուտով կգնա մեր ընկերությունից, որտեղ այդ մարդը հա, հետաքրքիր է, չէ, Հայաստանում այդ կապը շատ են բանանում, խարխլում, թե որ ամեն ինչը չափելը աշխատավարձ։ Այդպես բան չկա։ Ինչքան է ստանում, այ ավել փող տվեք թողանի,
չկա տենց բան։ Սուտ է, չէ՞, դա իհարկե ինչ որ միֆ է։ Իհարկե սուտ է, չկա տենց մարդը փողի համար է աշխատում։ Ինչ որ չափով, բայց ոչ միայն, էլի։ Տես Լիանա ջան, մարդը փողի համար է աշխատում, բայց երբ որ մենք կարողանում ենք իր ասենք ինքը իր աշխատավարձը ստանում է, բայց իր հաջողակությունը ու իր աշխատանքային արդյունավետությունը կապել ու վերածել արդեն բոնուսային փողի, այսա մոտիվացիա է, իսկ սա հիգիենա է, այսինքն աշխատավարձը երբեք մոտիվացիա չի համարվում, աշխատանքային պայմաններ, թիմ, լավ հարաբերություններ, սրանք մոտիվացիա չեն, սրանք լոյալություն է, ապահովող հիգիենայի պայմաններ են, որը մարդուն ստիպում է երկար աշխատել, բայց մոտիվացված չէ, հա, մոտիվացիան այդ հաջողությունն է, որտեղ իրան արժեք են տալիս, որտեղ իր որոշում կայացնելու ինքը ազատություն ունի, ստեղծագործ է, եւ այս ամեն ինչը իսկապես իր կարող ենք կապել էգոյի դրսևորմանը, բայց առողջ տարբերակում ինքը վերահսկում է իր էգոն, հա, այսինքն օքեյ է, ինքը վերահսկում է։ Գիտես, շատ կուզեի նաև որ մենք քանի որ ազգայինից խոսեցինք, կուզեմ նաև կոլեկտիվ էգոյի մասին երկու բառ ասեմ, որովհետև ըստ ինձ այդ կոլեկտիվ էգոն մեր հայերի մոտ շատ, հա, ոնց որ sense այո, եւ իմ այն որ sense գագաթնակետը, երբ որ ես հասկացա, որ մենք իսկապես կոլեկտիվ էգոյի խնդիր ունենք, դե տարիներ շարունակ մենք ասենք մենք ուրիշ ենք, մենք հանճարա, բայց մենք քիչ ենք, բայց դա խանգարում է, գիտեք։ Իհարկե խանգարում է։ Այն ամենաշատ իմ լսած հələ դպրոցից։ Ամենաշատ լսած արտահայտությունը, երբ որ ինչ-որ ծույլիկ տղայի, հա, մայրերը, հատկապես տղաների։ Ինքն հենց խելացի է։ Պրոստը չի ուզում սո, ասում եմ լսի, բան չունեմ ասել, կարող եմ չենք ասում հիմար է տղան, բայց պարզապես չի ուզում որ ուզի կանի, չէ, ինքը որ բաց թողեց իր ժամանակը, հետո ուզի չի անելու։ Այդքան ուզում ասեմ մեր մոտ այդ բանը, որ դե ինքը մեկը հայ երեխեքը գիտես, ու դա մեզ խանգարում է։ Շատ, նաև խանգարում է մեր ծնողների էգոն, էլի սենց ես միտքը տվեցիր, որ ես ի սկզբանե շատ էի ուզում դրա մասին խոսեի, եթե սոցիալական ցանցերում հետևում ենք, ծնողները դնում են իրանց երեխաների հաջողությունների մասին պոստեր։ Առաջին տեղ, բռնեց, երկրորդ տեղ։ Մի քանի ամիս առաջ տղաս Krav Maga է հաճախում ու պարտվել էր, ոնց որ մարտի ժամանակ։ Ես վիդեոն տեղադրել էի իր թույլտվությամբ ու գրել էի, որ ես իմ տղան է ու ինքը պարտվել է։ Բայց հետո ասում եմ, որ բայց չկա, պարտվել է, որովհետև մյուս երեխան ավելի ուժեղ էր։ Մենք որպես ծնող պետք է ընդունենք, որ մեր երեխայից ուժեղ երեխա կարող է լինի։ Մեր երեխան խելացի էլ կարող է։ Այո։ Ավելի խելացի, որ մամայի հետ խոսում ես, իր երեխան ամենախելացին է։ Եթե երեխան մաթեմատիկան չի հասկանում, դա ուսուցիչը վատն է։ Ուսուցիչը վատն է, հա։ Հիմա ես օրինակ ասեմ իմ երեխան չի սիրում սովորել։ Դա պրոբլեմ է, ես դրանից չեմ ուրախանում, հա, բայց ինքը չի սիրում սովորել։ Ասում են, դե ուրեմն ինքը գինիալն է, ես իմ, ասում ժորդ ես իր գինիալն ես, դեռ չեմ բացահայտել։ Ու բոլորը զարմանում են իմ դիրքորոշման վրա։ Ու ես դրանից ավելի քիչ չեմ սիրում իմ երեխան։ Հա, իհարկե, կա ֆիքսել, որ երեխայի սերը ծնողի սերը առ երեխա ինքը պայմանականությունները դու իրա սիրում ես պարզապես որտեղ ինքը քո երեխան է ինքը կարա ընդհանրապես չսովորի ինքը կարա ընդհանրապես այնվերսմա տնից տեղից հեռու բայց երեխան բանտել է գնում դու մեկը իրան սիրում ես բայց հիմա քեզ քարկոծելու են քարերով որտեղ ես միտքը որ ես տրեյնինգների ժամանակ ասում եմ ինձ միշտ քարկոծում են ու օքեյ է որտեղ ոնց որ մարդկանց համոզմունքին հակառակ բան են ասում որ հա ծնողը պիտի իր երեխային սիրի այսպես թե այնպես հա ինքը պետք է խորհուրդներ տա, օգնի երեխային ինչ որ հարցերում կողմնորոշվել, բայց ես չեմ մտածում, որ իմ երեխան պետք է ամենաառաջինը լինի, ամենալավը լինի։ Բայց ճիշտ է, ասում դա էլ է մի քիչ ծնողի էգոից։ Իհարկե։ Այդ որ ասում եմ, այսինքն երեխայի սխալները չընդունելը, պլյուս նաև մտածելը, որ եթե ես որպես ծնող ամեն ինչ ճիշտ անեմ, իմ երեխայի կյանքում ամեն ինչ ճիշտ կլինի։ Դա սեփական անձի հանդեպ այնքան ուռճացված վերաբերմունք է։ Այսինքն հաշվի չառնել, որ դու որպես ծնող քո երեխայի կյանքի ամեն մի վայրկյանը չես կարող, դու Աստված չես, վերահսկես։ Իհարկե։ Ինքը ընկերների հետ էլ ազրույցներ ունենում։ Իրան ինչ որ մեկը կարող անենց վիրավորի, որն էս տրավմատիկ լինի ու դու երբեք դրա մասին չիմանաս որպես ծնող։
Իհարկե։ Մտածել, որ ես այնպիսի հարաբերություններ կկառուցեմ, որ երեխան ինձ ամեն ինչ կասի, դա էլ է շատ մեծ, դու ասում ես քո մասին շատ մեծ կարծիք ունես քո էգոյի մասին։ Հա, քո մասին։ Այսինքն ենթադրել, ես տեսնում եմ, որ շատ հաճախ են ծնողը մի թեթև անցանք դեպի ծնողավորության դաշտ։ Ծնողներին, որ այս sense արեք, որ երեխայի մոտ լավ լինի, իհարկե արեք, բայց պետքա միշտ, եմ ասում, մեկը գրում եք, մեկը պահում եք, միշտ մտքում իմ կարծիքով, ինձ այդպես է թվում։ Ունենալ, որ դու որպես ծնող ամեն ինչ չի, որ վերահսկելու ես քո երեխայի կյանքում։ Հետևաբար, ի հետևանք ինքը կարա մեկ էլ այնպիսի մարդ դառնա կամ այնպիսի բան անի, որ քո մտքով երբեք չէր անցնում։ Այո։ Ու դու պետքա որոշես, որ ինչ էլ անի, դու մեկը իրան սիրել ես, որտեղ դու ծնողն ես։ Իսկն այդ միակ բանն է, որը դու իրոք կառավարում ես, դու դա կարաս անես։ Հա, իհարկե սիրել իմ կարծիքով։ Ու սերը շատ չի լինում երբեք, հա, երեխաների հանդեպ։ Իսկ ազգային էգոյի մասով կուզեմ ասել, երբ պատերազմի ժամանակ մենք տենց շատ երկար ինքնախապեյությամբ էինք զբաղվում, չնայած եթե մարդուն պետք էր ինքը շատ լավ գիտեր ինչ էր կատարվում, ակնհայտ կարելի էր իմանալ։ Ես ստատուս տեսա, որը 2000 շեր ուներ, գրված էր, որ Աստված մեր կողմից է։ Ու այսինքն այդ գաղափարին Աստված հայերի կողմից է, հա, սենց միած ստատուս։ Գիտես որտեղ էր տենց բան գրված։ Չէ։ Դու ես տեսել։ Երրորդ համաշխարհայինի ժամանակ Վերմախտի զինվորների գերմանական նացիստների զինվորների գոտու վրա գրված էր, որ Աստված իրենց կողմից է։ Այսինքն սա հայտնի դրուկ է, էլի, բոլոր ազգերն էլ երբ որ գնում են պատերազմի, մտածում են, որ դե շեֆը մեր հետ է։ Հա, օքեյ։ Ուրեմն ինքը դրուկա, որի մասին ես չգիտեի, բայց երբ որ ես կարդացի, առաջին միտքը եղավ, որ ախր ինքը ոնց որ տենց այդքան էլ որ դու գնում ես սպանելու դժվար ինքը։ Հա, ինչ որ կամ գալիս են քեզ սպանել։ Կամ երբ որ մենք որպես անհատ մտածում ենք, որ այս էլ շատ կարևոր թեմա է, ես կուզեմ ասել, էլի, ոնց որ իհարկե ժամանակը սպառվում է, բայց սրա մասին տեսեք նաև մեր հասարակությունը սենց խնդիր ունի, որ մենք չենք ընդունում օրինակ հիվանդ երեխաներին։ Հիմա էլի կամած գնում ենք դեպի դա վերանում է, հա, ես զգում եմ, ես բայց շատ դանդաղ, հա, ոնց որ նախ արի մի հատ հասկանանք հիվանդ ասելով ֆիզիկապես հիվանդ երեխաներին, առանձնահատուկ երեխաներին, հաշմանդամություն, թերություն, տարբերվող, հա, ասենք, չգիտեմ, ինչ որ մեր երեխաներից տարբերվող, հա, որ ասում են ասոբինի ռիբյոնիկ։ Ու ես շատ եմ տեսել, հա, խաղալու տեղը, չգիտեմ, ինչ որ երեխա, որ տարբերվող վարքադրսևորում, մարդիկ իրանց երեխեքին տանեն մի կողմ, կամ եթե ինքը ունի հենց ֆիզիկական տարբերություն, կամ որ սենց չեն ուզում իրանց երեխաները խաղան, գիտես Լիան ջան, ես այս իմ էմպաթիկ մոտեցումը սենց տարիների ընթացքում եմ ձևավորվել, բայց ես մի բան եմ ուզում ասեմ, դա էլ է էգոյի խնդիր, որ ամեն մի մարդ մտածում է, որ իր հետ դա չէր պատահի, ու իր երեխան երբեք չի կարող այդպիսին լինել։ Ես ուզում եմ, որ ամեն մեկը այդ իր էգոյի պաշտպանական բանից ազատվի, Աստված չանի, հա, ցանկացած մարդու երեխա կարող է ունենալ խնդիր։ Եվ ուզում եմ, որ ցանկացած մարդ պատկերացնի, որ այդ հիվանդ բալիկի ծնողի կարգավիճակում ինքը կարող է լինի։ Ու դրա համար մի քիչ երևի պետք է Դե հա, դա գիտեք, դա մեր մշակույթում շատ կա, հա, եթե ես ամեն ինչ ճիշտ անեմ, իմ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Այդ բանը տագնապայնությունը կառավարելու իլյուզիա է։ Այո։ Եթե ես լվացվեմ, ես երբեք վիրուս չեմ կպնի, եթե ես ընծանեմ, սես չեմ անի։ Դրա դիմաց կարծեմ Բրյուս Լին ասե, չգիտեմ, որ Facebook-ում մեմերն է պատտվում, բայց շատ դիպուկ էր, ասում էր, եթե դու բուսակեր ես, դա դեռ չի նշանակում, որ վագրը քո վրա չի հաղթի։ Հա, ինքն է ասել, կարծեմ ես էլ դա այնքան ես չգիտեմ, իրոք ինքն է ասել, որովհետև դե Facebook-ում բան կա, չէ, Օմար Խայամի ինչ տեսակի արտահայտություններ ասած չի պատտվում, բայց դա տենց է։ Այսինքն իսկ դրա համար այդ էգոն, այդ փքված էգոն, երբ ինձ թվում է, որ լավ փորենք, դրա տակը շատ խորը տագնապայնություն կգտնենք։ Հա, որտեվ ինքը փորձում է ամեն դեպքում պաշտպանել։ Հա Բայց պետք է մենք մի քիչ ռեալ լինենք, հասկանանք, որ մենք մեկնենք 6 միլիարդից, ինչքան էլ տխուր է, 6 թե 8 միլիարդից, տեսար, մինչև միտքս ձևակերպեցի 2 միլիարդ ավելացա։
պետք է հասկանանք, որ ամեն ինչ մեզ հետ կարող է պատահի եւ չգիտեմ, ինչքան հնարավոր է, եթե այդ չնայած կարմայի գաղափարն էլ կարող ենք քո ասած մեխանիզմով բացատրել, որ ինքը ոնց որ ի հայտ է եկել, որ մենք ինչ որ բաներին բացատրություն ու արդարության էլեմենտներ տեսնենք, բայց եթե մենք հավատում ենք, որ ինչ որտեղ, ինչ որ եթե մենք նույն քրիստոնյան ենք, հա, հավատում ենք Աստծուն, ապա գոնե լինենք մի քիչ բարի ու էմպաթիկ այն մարդկանց նկատմամբ, որ մենք չառանձնացնենք, մենք էս ենք, իրանք էս են։ Նույն ասենք, չգիտեմ, ստատուսի տեսանկյունից, հա, եթե ինչ որ մեկը գումարահավաք ստատուսի մասին երևի պետք է ամենաշատը հիշել, որ դա լողացող բան է։ Եթե դու մի օր էստեղ ես, վաղ էստեղ ես ելնելու, հետո ստեղ ես լինելու, Նարդոսին հույսիդ մի մնա, հա, էլի, հա, իհարկե, որովհետև շատ անկանխատեսելի է, մանավանդ հիմիկվա այս աշխարհում, ու այդ երբ որ օրինակ տեսնում ենք աղքատ մարդ, հա, կեղտոտ կամ չգիտեմ, թեկուզ հարբեցող մարդ Okay, մարդը հարբեցող է, ինքը դարձել է հիվանդ, հարբեցողությունը հիվանդություն է։ Ասենց զզվանքով մոտենալ այդ մարդուն ատել, դա էլ է էգոն, պաշտպանում է, որ դու հանկարծ չխղճաս։ Մի քիչ պետք է ուրիշ ձևով նայենք, էլի, որտեվ հա չեմ ասում, ինձ էլ է օրինակ դժվար է, որ շատ եմ սկսում խղճալ, ինձ համար շատ ծանր է, ես չեմ կարող ամբողջ օրը խղճալ, չեմ կարողանա առաջ գնալ, բայց ինչ որ բանով եթե չես կարող այդ մարդուն, եթե չես դու առնվազն կարող ես չվնասես գոնե, հա, իսկ եթե կարող ես օգնել, օրինակ, չգիտեմ, մի 200 դրամ, որ քո համար ոչ մի բան է, կամ չգիտեմ, կապուչինոյի 2000 դրամը, որ մի հատ կապուչինո է, եթե կարողանաս ինչ որ բարեգործական նախագծի ինչ որ ձևով մասնակցել, ինչ որ մեկին օգնել, ավելի լավ է այդպես անել։ Ինչի եմ սրան տանում, որովհետև Էգոն թող չբլոկի մեզ բոլորիս, որ մենք մտածենք, որ մենք ընտրյալ ենք եւ մեզ հետ ոչ մի դժբախտություն չի կարող պատահել։ Որպես վերջաբան, ինչ ես կարծում, այսքան էգոից խոսեցինք, իմ տպավորությամբ, եթե վերցնենք, չգիտեմ, 2000-ականների սկզբից ու մինչև հիմա, գոնե ինչ որ չափով, որոշ գործարար միջավայրում այդ էգոյի փքվածության աստիճանը սկսել է նստել։ Այո։ Քո դիտարկումները, դու ներսից ես դա տեսնում։ Համաձայն եմ, էգոյի փքվածությունը սկսել է իջնել, իմ կարծիքով մի քանի պատճառներից ելնելով, մեկը որ գնում են դուրս, տեսնում են մարդիկ ինչպիսին են դրսում, այդպես բան չկա, հա, որ այդ բանը չէ, որ սկզբից մեզ թվում էր, թե մենք աշխարհի կենտրոնում ենք, արևը պտտվում է մեր շուրջ, հետո մի ամիտ այդպես Կոպեռնիկոսը հանեց, այդպես ու մեկ էլ պարզվեց, որ նես չի, որ մենք այո, սկսում ենք դուրս գալ, տեսնում ենք ուրիշ երկրներում ոնց է, փորձի փոխանակում եւ այլն։ Մեկը է դա, իսկ մյուսը շուկայի պահանջն է, որ ես չեմ կարող էլ լինել այդպես փքված էգոյով ղեկավար, որտեվ իմ մոտ չեն աշխատի։ Կգնան ուրիշ տեղ։ Այսինքն ավելի լայն զանգվածային մշակութային փոփոխություն էլ է տեղի ունենում։ Եթե մարդիկ կարծում են, որ Սենտ շեֆը այն արքին հաղորդումների հերոս շեֆեր կա, չէ, որ սա էլ այո, տենց էլ կարծում եմ, որ սա էլ նորմալ չի, մարդիկ իրենց իրավունքները գիտեն, եթե մի 10 տարի առաջ մարդկանց հանգիստ կարելի էր չգրանցել, աշխատացնել, չգիտեմ ինչ որ փող չտալ կամ առնվազն Երևանում էլ, որտեղ ինձ թվում է մարզերում մի քիչ դեր է։ Ես կհամաձայնեմ, տենց շատ լավ մարզերի իրավիճակին ցավոք սրտի տեղյակ չեմ, բայց Երևանում շատ լավ իրենց իրավունքները գիտեն, շատ ընկերություններ արդեն հիմնականում գրանցում են, հիմնականում օրենքի դաշտում են աշխատում, որովհետև վախենում են նաև այս մասով, հա, այսինքն ստեղ բավականին մեծ փոփոխություններ եղել են։ Մեր հնդիկ հազարավոր հնդիկ աշխատակիցները Հայաստանում են ու աշխատում են, որովհետև հայերը այդ գործին չեն գնում։ Այս պարզ մաթեմատիկա է, շինարարական ոլորտը, բանվորական ոլորտը, առաքիչները հնդկական շուկայի ձեռքում է Հայաստանում։ Այսինքն մարդիկ կարող են մեր հայ տեղացին կարողանում ընտրել այս գործին չգնալ, գնալ ավելի լավ գործի կամ ընդհանրապես չաշխատել։ Ուզում ասեմ, աշխատանք առնվազն Երևանում կա։ Այս գեղեցիկ նոտայի այո, այս գեղեցիկ։ Առաջարկում եմ ավարտել մեր, գիտես ինչ եմ առաջարկում, հետագայում չեմ ասում հենց հաջորդ, որտեվ կարող է ուրիշ թեմա ընտրենք, բայց ընթացքում դու խոսեցիր էմպաթիայի մասին։ Ես կուզեմ մի օր մենք խոսենք էմպաթիայի մասին, որովհետև մեր հասարակության մեջ էլ նաև ընդունված է էմպաթիան միայն դրական կողմից դիտարկել, միշտեր ինքը նաև ունի մութ կողմեր, բացի չէ չափից դուրս շատ էմպաթիան, ինքը կարող է բլոկ անել, կարող է
ոչ էֆեկտիվության արդյունք ունենալ եւ հատկապես գործարար միջավայրում եւ բայց ոչ միայն ընդհանրապես կյանքում մի քիչ էմպաթիայից մի օր խոսենք սիրով քեզ հետ ինչից ուզես խոսենք շատ շնորհակալ եմ ես էլ եմ պատրաստ իսկ թվում է ստացվեց մեր ինձ էլ է թվում հա ես կուզեմ իհարկե ինքը մի քիչ կուզեմ հետադարձ կապել ստանալ այո մենք բաց ենք հետադարձ կապին գրեք ինչ թեմաներից կուզեք որ մենք խոսենք հա որովհետեւ մենք Լիանայի հետ պատրաստ ենք խոսել խորը հետաքրքիր խորքային թեմաներից պատրաստ ենք գնալ այդ ռիսկին որովհետեւ այս թեմաները շատ լայն զանգվածների չի հետաքրքրում բայց մենք ուզում ենք այն ասենց հավես մարդկանցով հավաքվենք ու հետաքրքիր զրույցներ վարենք Մինչ նոր հանդիպում շնորհակալություն ստեսություն